Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն աստրված ծրագիրն է։ Հայ փախստականներին ճամփարն են Արմենակ Աբրահամյան, հիշատակի արարողություն Ալավերդիում։ Քիոսյան կոտորած 1822 լրացված ձայներ լրագրողների սպանությունների մութ շղթան թուրքական ռեժիմի ներքո։ Ապրիլը հայոց պատմության ամես Լոս Անջելեսում Թրամփը լավատես է Իրանահարցումը, Լիբանանում հարվածների նվազեցումը ակնկալվում, Արևմտյան Հայաստան, Կյարունքի ավետաբերները, բանակատուների առաջին ձագերը 2026-ի Գառնան ավետիսը։ Մարդասիրական համաշխարհային ճգնաժամի սկզբնավորումը մարդկային ողբերգություն միջազգային մասշտաբով 1894 թվականից սկսած 100,000-ավոր հայեր ստիպված են իլյալ թողին իրենց նախնիած վղերը Արևմտյան Հայաստանում, հայերի դեմ իրականացված ցեղասպանությունն ետը վերապրածները ցավալն մերձավոր Արևելք, Կովկաս, Եվրոպա ու այլ տարածաշրջաններով, զրկված ինելով ամեն ինչը, ընտանիք հանեցվածք իրավական ինքնությունը, այս տղամարդի կնան եկեղոխեր կտարալն 20-րդ դարի առաջիմաց փախստականների զանգվածներամինը, իրանց ընդունելի հետի տեղական իշխանություններն ու մարդասիրական կազմակերպությունները ստեղծան աննախադեպ ճամփարային համակարգ։ Արմենակ Աբրահամյանի ելույթն ամբողջությամբ կարիք կարդիք Western TV ինսայթում։ Մայիսի 19-ին ժամը 1-ին Ալավերդիա քաղաքի հունական համայնքի կենտրոնին Բաքումը Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության զոհ տարած հույների, հայերի ու մնացած քրիստոնյա ժողովուրդների հիշատակին նվիրված հուշարձանի պետման արարողությունը հոգեհանգիստ է ինյական։ Հասցե քաղաք Ալավերդի, Թումանյան 69/1։ 1822 թվականի ապրիլի 11-ը մարդկության պատմության ամենասև էջերամինն է։ Օսմանյան կայսրությունը հունական Քիոս կղզում իրականացրել է աննկարագրելի դաժանությունով զանգվածային կոտորած հունական հեղափոխության վախտը։ Մի քանի ժամվա ընթացքում խաղաղ բնակչությունը վերածվել է թիրախի։ Մոտ 155,000 բնակչություն ունեցող կղզումը մարդիկ կամ սպանվալն կամ բռնի ձևով ստրկացվել։ Փրկվել ընդամենը շուրջ 2000 մարդ։ Քիոսը բառացիորեն դատարկվել է։ Երբեմնի ծաղկուն կղզին վերածվել լքված ու ողբերգական տարածքի լցված ցավի ու կորուստի հիշողություններով։ Քիոսի կոտորածը մինչսօր մնում է որպես հիշեցում մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ու դրանց անդառնալի հետևանքների մասին։ Վերջին ավելի քան 1 տարում թուրքական ռեժիմի ներքո ձևավորվել է մտահոգիչ ու վտանգավոր մի հատ իրականություն՝ լրագրողների լռեցումը բռնության միջոցով։ Պատմական տվյալներով ավելի քան 60 լրագրող սպանվել է իրենց գործունեության դերդան, որոնցից 33-ը հայեր։ Հատկապես վերջին տասնամյակները մեծ երևույթը կտրուկ աճալավերածվել համակարգային խնդրի։ Այս ողբերգական շղթայի սկիզբը համարվում է 1909 թվականը, վեր սպանվել է լրագրող Հասան Ֆեհմինը, դառնալով թուրքական մամուլի առաջին նահատակներամինը։ Իրան սպանությունը կապվում է իշխանական շրջանների քննադատության հետ։ Տասնամյակներ անց նույն ճակատագրին արժանացալ նաև այլ ազդեցիկ լրագրողներ Աբդի Իփեքչի, Ուղուր Մումջուն ու Ահմեդ Թաներ Քշլալը, որոնց սպանությունները մինչդեռ ամբողջությամբ բացահայտված չեն, հատկապես աղմկահարույց արել հայազգի լրագրող Հրանտ Զինքի սպանությունը վերեցնցալը սաղ միջազգային հանրությունը։ Փորձագետների ու վկաների մի քանի հայտարարություններ մատնանշում են խորքային պետության ներգրավվածությունը, ընդգծել է պետության ու մեդիայի վտանգավոր փոխկապակցվածությունը։ Մասնագետների գնահատում ավ լրագրողների դեմ բռնությունները թուրքական ռեժիմի ներքո սահմանափակվում չեն մենակ սպանություններով, կիրառվում են ճնշումն է, հետապնդումն է, ազատազրկումն է։ Այս ամեն ինչը վկայում է վեր խոսքի ազատության դեմ պայքարը Թուրքիայում ունի երկար պատմություն, շարունակում է մնել արդիական խնդիր, վտանգել է ոչ միայն լրագրողների կյանքը, այլև հասարակության տեղեկացված լինելի իրավունքը։ Լոս Անջելեսի գավառի վերահսկիչների խորհուրդը ապրիլի 7-ին նիստում միաձայն որոշում ընդունել ապրիլը հռչակել հայոց պատմության ամիս։ Նախաձեռնության նպատակն է արժևորել հայ համայնքի մշակութային ժառանգությունը, տոկունությունը գավառում ունեցած նշանակալի ներդրումները։ Վերահսկիչները նաև ընդգծան վեր ապրիլին նշվելու է հայերի ցեղասպանության 111-րդ հիշատակի օրը, մի ժամանակահատվածում վեր հայությունը շարունակում է դիմակայել թեզը մարտահրավերների հետևում Արցախի ամբողջական հայաթափման հետևանքներին։ Բանաձևը ներկայացրել է վերահսկիչ Քեթրին Պարկերը, իսկ դրա օգտին ելույթ ունեցան նաև Ջենիս Հանը։ Հայտարարվել է նաև ապրիլի 28-ի նախատեսված նիստին վաղտը պարգևատրվել է կանոն ու արժևորվել են մի քանի հայեր իրանց համայնքային ու հասարակական գործունեության հետի։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել շատ լավատես է Իրանան հետ հնարավոր խաղաղ համաձայնության հարցում, նշելով կողմերի միջև շփումները շարունակվում են։ Ինքն նաև ընդգծել է փակ բանակցություններին վաղտը Իրանը ղեկավարները հանդես ընկան ավելի ողջամիտ դիրքորոշմամբ, սակայն զգուշացրել է համաձայնության չհասնելու դեպքում հետևանքները կլինեն շատ ցավոտ։ Միևնույն ժամանակ Թրամփը հայտնվել էր դիմալա իսրայելական ռեժիմի Լիբանանում ռազմական գործողությունների մեղմելի կոչով, Իրանը ասելով իսրայելական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համաձայնել նվազեցնել հարվածների ինտենսիվությունը։ Հաղորդումը նաև էր առաջիկայում նախատեսվում են թեզա բանակցություններ։ Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը շաբաթօրը հանդիպում է ունենալու Իրանի ներկայացուցիչների հետ։ Տարածաշրջանում լարվածությունը հալան պահպանվում է, բայց դիվանագիտական շփումների ակտիվացումը որոշ հույսեր է ներշնչում իրավիճակի հնարավոր կայունացման վերաբերյալ։
Արևմտյան Հայաստանը Բիթլիսա մարզում գառն անգալուստը նշանավորվել է բնության ղաշենք վերածննդավը։ Թաթվանաշրջանում ծաղկան կրոկուսները հայտնի որպես գառնան ավետաբերն են ստեղծելով հիասքանչ տեսարան։ Բիթլիսը շտեղ ծմռնը սովորաբար էրկանուխից տայնում ձյան հալվելուն զուգահեռ պեցվալն սպիտակ վարդագույն ու մանուշակագույն ծաղիկն է։ Բնությունը կարծես թե վերակենդանացալ է, լցվելով գույներով ու կյանքով։ Կետերին ափերին շտեղ ջերի մակարդակը պիցրացալ անձրևներին դերդան, ծաղկած կրոկուսները ստեղծան յուրահատուկ պատկերն է, գրավելով լուսանկարիչների ու բնության սիրահարներին ուշադրությունը։ Այս ղաշենք տեսարանը տռալա գառնան ամենավառ խորհրդանիշները, մինը հիշեցնելով բնության վերածննդի անսահման հմայքը։ Արևմտյան Հայաստանում Վանա-Կատվին հետազոտական կենտրոնում 2026 թվականի առաջին ծագերը արդեն լույս աշխարհին եկալ։ Մարտի 30 դրությունով 8 մայր կատուներից ծնվել է 20 առողջ ձագ։ Կենտրոնի փոխանցումով նորածին ձագերի առողջական վիճակը լավ է, յուրան գտնվում են մասնագետների մշտական հսկողության տակին։ Վանա-կատուներն հայտնի են նրանց սպիտակ մորթավ ու տարբեր գույնի աչքերով, ինչին շնորհիվ համարվում են տարածաշրջանի ամենատարբերակիչ ու հետաքրքիր կենդանիները մինը։ Մասնագետները նշում են, որ ամեն գարուն ծնվող ձագերը կարևոր դեր ունեն այս հազվագյուտ ցեղատեսակի պահպանման գործում։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ ես քանակ պատրաստալ ապրիկ ուշադրության հետ իպընտկացիք։